Երևանում խմելու ջրի սպառումը նվազել է 20%-ով։ Այսօր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մասնակի բավարարեց Հայ ջուր ընկերության դիմումը։ Ջրի սակագինը բարձրացավ 14 դրամով, 181-ից դարձավ 195 դրամ։ Սակայն սպառողների համար այն առաջիկա 1 տարում կմնա անփոփոխ։ Երևանի ավագանու որոշմամբ թանկացումից առաջացած գումարային տարբերությունը կհատուցի քաղաքապետարանը։ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչները կառավարությունից պահանջում են չեղյալ համարել 2008 թվականի որոշումը, ըստ որի անցյալ տարվա օգոստոսից սկսվել են ուրանի հանքավայրի հետախուզական աշխատանքներ։ Սպասվում է, որ 2014 թվականից այն կշահագործվի հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության կողմից։ Ինչի պետք է լինի ուրանի հանքը ստեղ, ինչի պետք է բաց անեն։ Եթե ուրանի հանքը աշխատի, ստեղ մարդ չի մնա, որ ոտը բռնի, հնարավորություն ունենա փախչելու գնա։ Սա պարզապես ինչ-որ խաղեր է Ռուսաստանի, Հայաստանի հետ, որ ինչ-որ մի ձև մեծ գումաներ, մեծ պաշարներ, որ մարդիկ ուզում են դրանով փող աշխատել։ Առանձին մարդկան շահեր կա, որոնք անդադար ուզում են շահագործեն տեղի բնակչությունը իրենց անձնական հարստացման համար։ Մենք ունենք ատոմակայան, մենք հիմա փնտրում ենք եւ ուզում ենք շահագործել ուրանային հանքավայրեր եւ մենք պետք է կառուցենք գերեզմանոցներ ռադիոակտիվ թափոնների համար։ Հիմա ես չգիտեմ ինչպես կլինի մեր ապագան, եթե մենք այ բոլոր կոմպոնենտները կիրականացվեն ամբողջությամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ առողջապահության նախարարներն այցելեցին Հանրապետական կենտրոնական հավաքակայան, հանդիպեցին զորակոչիկներին, նրանց ծնողներին, հետևեցին բուժզնման գործընթացին։ Գարնանային զորակոչը մեկնարկել է մայիսի 10-ին եւ կավարտվի հունիսի վերջին։ Ես օրինակ ուզում լեննալ ասենք։ Ինչի։ Ես իմ լավն եմ։ Ուզեմ մգնեմ եղբորս մոտ։ Քիչ դժվար, բայց ծառայում։ Հանգիստ խղճով եք գնում։ Այո, շատ ուրախ։ Մորսիրաշ ունենք հանգիստ խղճով։ Եթե ձև ունենայի կազմակերպելու, գնայիք բաներ։ Եթե ձև ունենայի չէ դա։ Բայց այն եթե հնարավորություն չկա, եթե սպարկը տաս գաս։ Հա, բա ուզում եք ծառայել։ Ես սրտան։ Հիմա որ ուզենայի չէ ազատ։ Մի որ ուղարկեին հնարավորություն չէ ազատ։ Հնարավորություն չեմ ազատ։ Ախպերեդի արդեն մի քիչ շեն չէ։ Ոչ մեկին չեմ ցանկանում գա ծառայության։ Ես վիոնու արդացել դեղեն պետք է ծառայա։ Այդ կանամ համար ծառայի։ Ասեմ ձեզ, որ մենք փորձելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրը լինի ավտակ պայմաններում։ Երևանի նախկին երիտասարդական պալատի տեղում առաջիկա 5 տարիներին Ավանգարդ Մոթորս հայկական ընկերությունը կկառուցի բնակելի թաղամաս, կից բիզնես կենտրոն ու հյուրանոցային համալիր։ Կառուցման նախագծի համար հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի 6 մասնակիցներից հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկաձու Արայը։ Շինարարության վրա կծախսվի 200 միլիոն ամերիկյան դոլար։ Ծրագիրը շատ պատասխանատու էր, իրոք շատ բարդ է։ Եվ մինչև մենք այս աշխատանքները չենք ստացել, շատ ներվային վերջ-վերջը վիճակ էր, որտեղ չգիտենք, կունենանք արդյունք, թե չէ, պարտադիր չէ, կարող է պատահի մրցույթ լինի, մի քանի տուր եւ վերջ-վերջո արդյունքի չգա, ինչպես առաջին փուլում